Նոյեմբերի 10-ին Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի զոհված Շիրազի տուն-թանգարանի ֆոնդապահ Արամային Շիրազունուն պատկանող ժամացույցն ու մատանին դեռ չեն գտնվել։ Երկուսն էլ եղել են Շիրազունու անձնական իրերն ու ըստ ընտանիքի անդամների եւ մտերիմների վթարի պահին դրանք Արամայիսի ձեռքին են եղել։ Եվ երկուսն էլ չկան, երբ որ Տիագայրձանից տուն են բերել։ Խնդիրը այստեղ այն չէ, թե Տիագայրձանում չի եղել մադանին, թե դրանից առաջ չի եղել խնդիրը, այստեղ ուղղակի մադանու եւ ժամացույցի ուրեմն պակասն է, որ պիտի լիներ առկա եւ չկա։ Մատանին Շիրազունին նվեր ստանալու պահից մատից չի հանել։ Կինն ու տղան ասում են չգիտեն թե ինչ մտածեն դրանց անհետացման հետ կապված։ Արամայիսը 7 զոհից միակն է, որը չի եղել այրված, միայն կոտրվածքներ է ունեցել։ Ըստ կնոջ նրա ձեռքերի մատների դիրքն եղել է այնպիսին, որ գուցե հնարավոր չէր, որ մատանին մատից թռներ։ Ձեռքերը էս դիրքում եղել։ Պրոֆետեվ ասում են գուցե թռել է մատը։ Չէ, ձեռքերը էս դիրքում էր։ Այդ մադանին ինչ ստացել էր այժիկը, միշտ մադանին ձեռքին էր, միշտ ուրախանում էր։ Այդ մադանուց երկու հատ էր։ Մեկը ուրեմն Ամերիկայում բնակվող գյումրեցի Սարո Գյոդակյանի մոտ է, համայնապատկեր ամսագրի խմբագրի, եւ մյուսը Արամայի Շիրազունու։ Հնարավոր է լինեն, որ ասենք այրվել է, ընկել է ինչ որտեղ, ես չեմ ասում թե կողացել են, թե ինչ որ մեկի մեղքն եմ առնում, չէ, չկա նման բան։ Ուղղակի շատ լավ կլիներ, որ այդ մատանն ունենայինք։ Մատանուց միայն այս դատարկ տուփն է մնացել, այն ժամանակին Շիրազունուն նվիրել է արծաթագործ Միքայելը։ Նույն մատանուց մեկ օրինակ էլ հեղինակ ամերիկաբնակ Սարո Գյումրեցուն է նվիրել։ Հանձնարարվել է քրեական գործի նախաքննության շրջանակներում քննության առարկա դարձնել նաև նշված հանգամանքները։ Կորած մյուս իրը ժամացույցն է, այն տարակարծությունների տեղիք է տալիս։ Շիրազունին 3 ժամացույց է մշտապես գրել, երկուսը սովորական, որոնք նվեր է ստացել ընկերներից։ Երրորդի վրա փորագրված է եղել Հովանես Շիրազ։ Թանգարանի տնօրենն ասում է ինքը ոչ մատանին է տեսել, ոչ ժամացույցը։ Եթե ժամացույցը լինի ֆոնդում, այդպես էլ կպահպանվի, որ նման ստորագրությամբ ժամացույց գոյություն է ունեցել, ըստ Շիրազունու մտերիմ բլոգեր Արա Նախշքարյանի հաստատ է։ Շիրազունին, որ ունեցել է նման ժամացույց, ես տեսել եմ մի 10 տարի առաջ։ Ինքը ինձ անձամբ ցույց է տվել այդ ժամացույցը։ Թե հիմա որ ժամացույցն է անհետացել, չգիտեն, քանի որ Շիրազունին իր իրերը մշտապես կամ թանգարանի կամ իր բնակարանի ֆոնդում էր պահում։ Հուղարկավորության հետ կապված բնակարանում իրերը մեկ տեղում են հավաքված եւ փակված։ Կնիկված է նաեւ Շիրազի թանգարանի այն սենյակը, որտեղ Շիրազունին պահում էր ամբողջ ֆոնդը։ Նոյեմբերի 11-ին եւ տուրը փակվեց եւ նաեւ որ ասեցին, ինչ փաստաթղթերը չկա, նաեւ բանկում մենք տեղյակ պահեցինք եւ Իշ քարտի հաշիվը կասեցվեց, որովհետև ասում են, որ ինքը սովորություններ քարտի հետ միասին կոդներ պահում, զուգահեռաբար, այնպես որ ֆոնդը բացելու ենք, հանձնաժողով ենք ստեղծելու եւ ժամանակ ենք ֆոնդը բացելու, բայց ես հեռու եմ այն մտքից, որ Շիրազունի Արամայիսը կարող է ֆոնդից որևէ բան օգտագործել իր անձնական, այսպես Արտուզարտի կամ նպատակի համար։ Ժամացույցը իրենց սեփական ֆոնդում խոստացել են նաև փնտրել Շիրազի զավակները, ըստ բլոգեր Արա Նախշքարյանի, այս մասին Վանանց Շիրազն առաջիկայում կխոսի։ Ընտանիքի համար կարևորը Արամայիսի իրերը գտնելն է։ Դրանք նյութական մեծ արժեք չունեն, սակայն իրենց համար մասունք են անգնահատելի։ Թանգարանի տնօրենն էլ մտածում է տպագրությամբ պատրաստել Արամայիս Շիրազունու ստեղծագործությունները։ Դրանից առաջ սակայն մեծ գործ ունի անելու, նոր ֆոնդապահ է գտնելու։ Ասում է Արամայիսի նման մարդ է պետք, Շիրազով ապրող յուրաքանչյուր մասունքի վրա դողացող։ Ի դեպ ողբերգական դեպքի օրը Շիրազունին գնացել էր Երևան Շիրազնամե գիրքը բերելու, այդ մեկը չկար թանգարանի ֆոնդում։ Արմենու Հիմինասյան, Արթուր Մարգարյան, Ազդարար։